Մեր անցած հաղորդմանը մենք խոսեցինք հանրապետության մասին եւ հանրապետության հիմնական հատկանիշների մասին եւ ցավոք սրտի եկանք այն եզրակացության, որ մենք ինքնախապեյությամբ ենք զբաղվել եւ ՀՍՍՀ-ի ժամանակ եւ ուրեմն Հայաստանի Հանրապետության այս 91 թվականից սկսած ժամանակ, որտեղ մենք փաստացի ըստ էության հանրապետություն չունենք, ունենք միայն դրա ֆասադը։ Հիշելով Նիկոլո Մակիավելիին, որը որ հանրապետության 5 հիմնարար սկզբունքները ձևակերպել էր, դրանցից վերջինը մենք քննարկեցինք պարոն Մարտիրոսյանի հետ, դա հասարակության եւ քաղաքացիների մասնակցությունն էր հանրային կյանքին, հանրային կյանքի կառավարմանը, եւ իհարկե պարզ է, որ քաղաքացիների մասնակցությունը չի լինի այնպիսին, ինչպես որ սպասվում է, որ կլինի, ինչպես ցույց են տալիս օրինակ Հայաստանի վերջին տարիների ընտրությունները, դրանց մասնակցության ցածր տոկոսը, եթե հանրությունը չի վստահում պետական ինստիտուտներին, այսինքն եւ ընդհանուր առմամբ հասարակությունում բացակայում է վստահությունը։ Եվ այսօր Արթուր Մարտիրոսյանի հետ մենք կխոսենք վստահության մասին, որպես երևույթի, որպես արժեքի, որպես գաղափարի եւ ինչ է պետք անել, որպեսզի այդ վստահության տոկոսը բարձրանա։ Եթե թույլ կտաք, մենք խոսում էինք Մակիավելի Իտալիայից, մենք մի թռիչք կատարենք դեպի Ճապոնիա, օվկիանոսից այն կողմ, եւ երբ որ ես Ճապոնիայում էի, ապա ինձ համար պարզեցի, որ զարմանալիորեն այնտեղ վարչական վեճերով դատարանները գրեթե անգործության են մատնված, որովհետև ճապոնական համայնքային միավոր, ասենք, քաղաքապետարանը, գյուղապետարանը կամ այլ պետական ինստիտուտներ ինչ որ բանում մեղադրում են քաղաքացուն, օրինակ ասում են, որ դու ապօրինի շինարարություն ես կատարել կամ գովազդային վահանակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին, ապա քաղաքացին ամաչում է, որ ինքը թույլ է տվել խախտում հանրային նորմերի եւ ինքը ինքնաբերաբար առանց որևէ պարտադրման, առանց բռնության, կիրառման, ճնշման եւ այլնի շատ արագ վերացնում է այդ խախտումը, որտեղ նա հավատում է, որ իր հանրային ինստիտուտները, պետական ինստիտուտները ծառայում են իրեն։ Եվ նրանք դա տեսել էին, օրինակ էին բերում վերջի այդ դեպքը Ֆուկուսիմայի հետ կապված, որ տեղի Թաղապետարանը, քաղաքապետարանը բնակիչներից լիազորագրեր էր հավաքել եւ անվճար նրանց ներկայացնում էր դատական վեճում ընդդեմ Ճապոնիայի էլեկտրական ցանցերի եւ միլիարդավոր ուրեմն կոմպենսացիա փոխհատուցումներ էր ստանում եւ անվճար նույն այդ փոխհատուցումները բաժանում էր իր համայնքի անդամներին։ Այդ Ճապոնիայում ունենք հասարակության այսպիսի բարձր վստահության մակարդակ դեպի պետական ինստիտուտները, ցանկանայի վերադառնալ իհարկե մեր հայրենիք Հայաստան եւ պարոն Մարտիրոսյան, որպեսզի այս հարցը բարձրաբանենք, վստահությունը, դրա պակասը մեզանում եւ այլն, ընդհանրապես խնդրեի ձեզ մի փոքր բացեիք, թե ինչ ասել է վստահություն եւ ինչու է դրա կարեւորությունը հանրապետության հաջող գոյության համար, խնդրեմ։ Դե քանի որ Ճապոնիայից սկսեցիք եւ Ֆուկուսիմայի մասին խոսեցիք, ես էլ ճապոնական թեմայով շարունակեմ, ճանաչված շատ ամերիկյան քաղաքական փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման, որը ծագումով ուրեմն ճապոնացի է, ունի մի շատ հայտնի գիրք, այդպես էլ կոչվում է վստահություն։ Եվ հարց, ինչու քաղաքական փիլիսոփան պետք է զբաղվի վստահության խնդրով, բայց ինքը համարում էր, որ դա շատ կարևոր հարց է։ Ես իր բոլոր գրքերի հետ ծանոթ եմ, համարում եմ, որ դա
իր հաջող գրքերից է, չնայած կան տեղեր, որոնց մասին կարելի առանձին խոսել, չեմ համաձայնում, բայց ինքը նաև գրում է, ինչպես են տարբեր երկրներում, տարբեր մշակույթներում ձևավորվել վստահության համակարգերը, համակարգերի մասին է խոսում, կան պետություններ, որոնք ունեն բարձր վստահության կապիտալ եւ Ճապոնիան հենց այդպիսի պետություններից է, բայց ինքը նաև տեսնում էր, որ խոսքերնակ Միացյալ Նահանգները արդեն անկում է ապրում վստահության խնդիրը եւ վստահությունը ինչու է ինքը կարեւորում, որովհետեւ սկսում է տնտեսական ոլորտից, նույնիսկ 90-ական թվականների կեսերին դեր նեոկլասիկ տնտեսագիտությունը դեր գերիշխում էր, հա, ակադեմիայում եւ ինչ էին ասում, որ մարդը ռացիոնալ ընտրում է, ռացիոնալ է իր բանը, ռացիոնալ ընտրություն է կատարում եւ մենք պետք է զբաղվենք ավելի շատ ուրեմն ֆունդամենտալ հարցերով շուկայական, ոչ թե ընկնենք այդ ընտրությունով, բայց պարզվեց, որ մարդը ընտրությունը կատարում է նաև հիմնված արժեքների վրա, հիմա մենք արդեն տեսնում ենք ոնց է այդ ընտրությունը կատարում եւ արդեն FMR տեսկանը ցույց է տալիս, որ ինչ կարևոր է, ինչպիսի արժեքներ ունի մարդը, երբ որ ընտրություն անում։ Եվ հիմա մենք եկել ենք հասել ենք դրան, որ արդեն ոչ թե նեոկլասիկ տնտեսագետներն են ստանում նոբելական, այլ վարքագծային տնտեսությունը։ Այսինքն մենք ուզում ենք վարքագիծ հասկանանք, ուզում ենք հասկանալ տնտեսությունը։ Ու իմիջիալոց Ֆուկույաման տանում է դեպի Ադամ Սմիթ եւ ասում է, որ նա չի գրել միայն ձեռի մասին, շուկայի, որով ամեն ինչ անտեսանելի, հա, որ կարգավորի, նա շատ էր կարևորում այդ հարաբերությունները եւ վստահությունը եւ գրում էր դրա մասին, որ շուկան պարտադրում է, որ արտադրողը կամ վաճառականը հասկանա մյուս կողմի պահանջարկները, հասկանա ինչ շահեր ունի մյուս կողմը, որպեսզի կարողանա երկարատև համագործակցել եւ վստահություն ձեռք բերել, վստահությունը շատ կարեւոր գործոն է դառնում նաեւ տնտեսության մեջ, հա։ Դե մենք դա շատ լավ գիտենք, որտեղ կա վստահություն, գործարքները շատ արագ են իրականանում, դե միջև վերջերս երևի Warren Buffett-ն էր ամենահարուստ ամերիկացին, բայց հիմա արդեն այլ մարդիկ են, այլ գումարների մասին է խոսքը, բայց շատ դարիքիր է ոնց էր Warren Buffett-ը օգտագործում այդ իր հեղինակությունը ասելով նաև իր հանդեպ վստահությունը, որպեսզի գործարքները շատ արագ ավելի կատարվեն։ Մեծ մի քանի միլիարդանոց գործարքներ, 13 միլիարդի գործարք, 6 միլիարդի գործարք։ Սովորաբար այդպիսի գործարքները տեղի են ունենում եւ տևում են մի քանի տարի նույնիսկ, իսկ ինքը մի քանի ամսում փակում է։ Ինչու՞, որովհետեւ իր ասածը հավասար է իր արածին եւ ոչ մի ճեղ չկա ասածի եւ արածի միջեւ։ Այստեղ մի դեպք հիշեցի, ճիշտն ասած, հրավիրել էի Հայաստան Հոլանդիայի գերագույն վարչական դատարանի նախագահին, ազգությամբ հայ է, Թակվոր Ավետիսյան, եւ Հոլանդիայում նա համարվում է իկոնիկ դատավոր, եւ նա ժամանեց Հայաստան պատվիրակության կազմում եւ գնում էինք դասախոսության ԵՊՀ-ում եւ իրավագիտության ֆակուլտետում մի հարց տվեց, ասաց այ Հայաստանում բանկային տոկոսները վարկային որքան են, ասեցի դե հիփոթեքը 12, 13, 14, 15, մյուս բիզնես վարկերը ընդհանրապես մինչեւ 20, 18, 20, նա չզարմացավ, ասեց ամեն ինչ պարզ է։ Բանկերը վստահություն չունեն, որ տված վարկերը կվերադարձվի, դրա համար այնպիսի բարձր տոկոսներ են դնում, որ հետո դատարաններում տարիներով այդ վարկերը չեն կարող վերադարձնել։ Սա այդ օրինակներից մեկը, թե ինչպես է այդ վստահության պակասը փաստորեն բոլորիս վրա ազդում։ Այո, վստահությունը շատ կարևոր է եւ Ֆուկույաման հետո տարբեր երկրներ նայում է Ճապոնիան, Միացյալ Նահանգները եւ ասում է, որ կան երկրներ, որոնք ունեն բարձր վստահության կապիտալ, ինձ թվա, որ ինքը այն ժամանակ սխալ թույլ տվեց եւ Միացյալ Նահանգները ամենաբարձր կապիտալ ունեցող երկրների շարքում տեղադրեց, հիմա կասեմ ինչու, եւ հետո գալիս են միջինը եւ վերջում գալիս են պետություններ, որտեղ վստահության կապիտալը շատ ցածր է։ Ինչու եմ ասում, որ սխալվեց Ֆուկույաման այդ հարցում, որովհետեւ մի այլ շատ ճանաչված
ուրեմն մասնագետ Harvard-ի Kennedy դպրոցում արդեն ավարտել է չի դասավանդում 18 թվին ավարտել դասավանդումը Բոբ Պատնումը ժամանակին զբաղվում էր հենց այդ հարցով եւ ինքն է մտցրել գաղափարը, որը կոչվում է social capital, այսինքն սոցիալական կապիտալ, այսինքն հարաբերությունների հետ կապիտալը։ Եվ ինքը եկել է այն եզրակացության, որ 120 տարում Միացյալ Նահանգները ապրել են շատ ցածր կետից վստահության կապիտալով, բարձրացել է մինչև 60-ական թիվ, մոտավորապես 60-ական թիվ, որտեղ այդ կապիտալը ամենաբարձրն է եղել եւ շատ արագ հիմա ապրում է անկում եւ հիմա իջել է ինքը բերում է մինչև 21 թիվ, վերջի գիրքը վերելքը 21 թիվն էր կոവിഡ്ի ժամանակ, բայց կոവിഡ്ով չի հիմնավորում, նույնիսկ Թրամփով չի հիմնավորում, ինչու է Միացյալ Նահանգները ապրում, գնում ես ուրեմն մշակույթից ես եմ կարևոր ես ուրեմն ինդիվիդուալիստ ավելի դեպի համայնք ավելի համայնքային մոտեցում 60-ական թվականին եւ դրանից հետո ինչ տեղի ունեցավ ինչու բարձրացանք վերև եւ նորից կտրուկ հիմա գնում ենք հիմա ուրեմն տնտեսական անհավասարությունը ամենաբարձրն է քաղաքական պոլարիզացիան հասել է այն վիճակի որ նույնիսկ ավելի խիստ է քան քաղաքացիական պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներում չափանիշներ են եւ ամենակարևորներից մեկը նաեւ այդ վստահության կորուստն է որ նույնիսկ հարևանները իրար չեն վստահում բայց ինձ ավելի հետաքրքիր է հիմա այս բանին ասեմ, որ ինքը մի այլ գիրք ունի 90-ականներին գրված, որը կոչվում էր ինչպես աշխատեցնել ժողովրդավարությունը։ Եվ ուսումնասիրել էր Իտալիան, Իտալիայի հյուսիսը, Իտալիայի հարավը, տեսնելով, որ համարյա թե նույն ինստիտուտները ունեն, հարավը եւ հյուսիսը, բայց անգամ տարբեր է։ Տնտեսական կյանքը, սոցիալական կյանքը ինքան տարբեր է։ Եվ այդ հարցը իրան բան արեց, ինքը սկսեց պատմական նույնիսկ փորձել հասկանալ ինչու, նորից բերում եմ Իտալիա, հիմա Ճապոնիայից, ուրեմն եւ տեսավ, որ տարբեր են ուրեմն վստահության տեսակներն են տարբեր։ Սա շատ կարևոր կետ է, մենք պետք է հասկանանք, որ 3 կարևոր տեսակ կա վստահության, դե վստահությունը, եթե կենսաբաններին հարցնեն, կասեն, որ դա օքսիտոցինի քանակն է արյան մեջ, բայց մեզ ավելի սոցիոլոգներն են դերքրում, անթրոպոլոգները, երևի սոցիոլոգները, դա ինչ է վստահությունը։ Վստահությունը մեխանիզմ է, որով մենք նվազեցնում ենք անորոշությունը։ Այսինքն, եթե ես վստահում եմ ձեզ, ես տեսնում եմ, որ մեր հարաբերությունների արդյունքում, ապագայում ինչ որ հասկանալի արդյունքներ պետք է լինի այդ հարաբերությունից, Սա շատ կարևոր է եւ ինքը տեսավ, որ դա տարբեր է բանում Իտալիայում։ Ուրեմն կա անձնական տեսակը։ Անձնական տեսակը դա նշանակում է, որ մենք ունենք մի օղակ հարաբերությունների, այդ օղակի մեջ անվերապահորեն վստահում ենք մենք իրար։ Դա անձնական վստահությունն է եւ դա պարզ է որ հարավում Իտալիայի նույն մաֆիան այդ ձևով էր, ընտանեկան շրջանակը ուրեմն մենք բոլորս իրար վստահում ենք միջև վերջ իսկ չեն սիրում մաֆիա, իրանք ասում են Կոզա Նոստրա։ Այո, գիտեմ, բայց ընդհանուր առմամբ հասկանալի է, որ ինչի մասին է խոսքը եւ պատմումը օրինակ է բերում, ինչպես են ինքը տեսավ հարավում դաստիարակում այդ վստահությունը, փոքր երեխային 4-5 տարեկան Փարիզ բարձր Փարիզի վրա վերևը նստացնում են, հայրը ներքևը կանգնած է, երեխան չի տեսնում, որ հայրը ներքևն է, բայց լսում է ձայնը։ Եթե հայրը ասում է Ջովանի թռի, Ջովանին պետք է թռնի, որովհետև հայրը միայն լավն է կամենում, ինքը պետք է անվերապահորեն վստահի հորը։ Այդ վստահությունը անձնականն է։ Հյուսիսում, որը որ հյուսիս կենտրոնական մասերում Իտալիայի, որոնք ավելի շատ ավստրիական, գերմանական ազդեցության տակ էին, դարերով եւ այլն, ավելի շատ վստահությունը կոնտրակտային է կամ ինստիտուցիոնալ է։ Դա ինչ է նշանակում, որ ինձ կարևոր չի ես քեզ անձամբ վստահում եմ, թե չէ։ Ինձ կարևոր է, որ կա ինստիտուտ, որը եթե ես կամ դուք խախտեք պայմանները, արդար դատարան կա, այդ արդար դատարանը արդար եւ արդյունավետ արդար եւ արդյունավետ վերադառնալով դերեթոնին, որ արագ լուծում կլինի հարցի, Ուրեմն մենք վստահում ենք ոչ թե իրար, այլ վստահում ենք մեր ինստիտուտներին, Դա շատ է տարածված իհարկե արևմտյան աշխարհ, Եվրոպա, մեծ մասամբ Միացյալ Նահանգները։ Ես մա չեմ ուզում ասել, որ մեկը ավելի լավն է, քան մյուսը։ Բոլոր կոմպոնենտները կան, տարբեր երեքն էլ կան, հեսա երրորդի մասին էլ կասեմ, բայց մեկը լինում է դոմինանտ մշակույթում։ Այդ դոմինանտն է կարևոր հասկանալ։ Ինչ է դա
նշանակում։ Հիմա եթե ասենք կա արդյոք բացասական ինստիտուցիոնալ վստահություն։ Կա, որովհետև բոլորի հետ եթե սկսում են դատվել, այդ արդյունավետություններն անգնում, հա, ոնց որ Միացյալ Նահանգներում litigation culture, այսինքն եթե ինչ-որ մի բան սխալ եղավ, ես արդեն գնում եմ դատարան։ Ի տարբերություն անձնական վստահությանը, որտեղ եթե ինչ-որ մի բան սխալ է կարել, ես գնում եմ ուր, ես գնում եմ կնքահայրի մոտ, հա, նա կորոշի ինչ է տեղ ունեցել, այդ անձնականն էր։ Երրորդ տեսակն էլ է կարևոր, դա սպոնտան վստահությունն է, երբ որ մենք ուղղակի այն հանգամանքի վրա հիմնվելով, որ մենք նույն տեղից ենք, նույն գյուղից ենք, նույն դպրոցն ենք ավարտել, իրար ճանաչում ենք եւ այլն ընտանիքները ճանաչում են, մենք վստահում ենք իրար, հա։ Դրա վառ օրինակը կարամ բերել Շվեյցարիա, ուրեմն աշնանը երբ որ բերքը հավաքում է գյուղացին, լեռնային մասերում Շվեյցարիայի կարակ էս պատկերը տեսնեք։ Ուրեմն դրել է բերքը ճանապարհի հենց մոտ տեղադրել է, կա գները, կա արկղ, որի մեջ դու պետք է գումարը դնես եւ կա կշերքը։ Ինքը չկա։ Դու կաղնում ես, վերցնում ես այն ինչ որ քեզ պետք է, ուղիղ են գումարը, որը պետք է դնես, դնում ես արկղի մեջ, կշռում ես եւ այլն։ Այսինքն ինքը սպոնտան վստահում է, որ դու կանես այն, ինչ որ մեզ մոտ համարվում է նորմա, վարքագծային նորմա։ Դու այդ նորմայից դուրս չես անի ոչ մի բան, ոչ արկղը կվերցնես քեզ, ոչ կշերքում կխափես։ Դու այսինքն անելու ես այն, ինչ որ քեզնից սպասվում է, որ դու պետք է անես։ Հետարքիր կլներ մի այսպիսի սոցիալական փորձ անենք, օրինակ նկատած կլինեք Եվրոպայում կաթողիկ եկեղեցիներում հաճախ մոմերը դրված են, վաճառող չկա, դու ինքդ այդ եվրոն դնում ես, 2 եվրո գցում ես եւ մոմը վերցնում ես, վառում ես։ Հետարքիր կլներ մեր եկեղեցիներում այդ փորձը անենք, տեսնենք ինչ արդյունք կունենանք։ Այսինքն կդնեին գումարը թե չէ։ Իմ կարծիքով Հայաստանում, շնորհիվ մենք կարող ենք երեքնել տեսնել, հա, իմ կարծիքով Հայաստանում իհարկե ամենատարածված եւ դոմինանտ տեսակը հենց անձնական վստահությունն է։ Եվ հիմնականում դա էլ եմ կապում այդ գոյատևման փորձի հետ, հա, երբ որ դու պետքա գոյատևես, դու կարաս հույսերը դնես միայն այն մարդկանց, որոնք որ լոյալ են քեզ, քո ընտանիքն է, քո այդ ամենաավելի փոքր բանն է, հա, օղակն է, որտեղ այդ ամենը հնարավոր է։ Դուք պատմում եք մի փորձի մասին անթրոպոլոգների, որ նորքում էին արել անցած տարվա սկզբում։ Դա փորձ չի, դա այդ տեղը կա, վերցրել են մի տուն, որը որ 19-րդ դարվա վերջից ոնց որ հայկական տուն ա եղել, եւ պատմությունն է դարքիր, որ այն ժամանակ Երևան քաղաքում, եթե քաղաք կարելի անվանել դա, 15,000 բնակչություն ունեցող հայերը ոնց որ sense կղզիներում էին, հա, բաներնում, բնակվում, շրջապատված մոմեդական, ադրբեջանական, այն ժամանակ ադրբեջանական չէին կոչվում, թաթարական, մոմեդական կամ քրդական բնակչությունով եւ փաստորեն իրանք որպես ամրոց էին այն ժամանակ, ամրոց։ Ամբողջ Գերդաստանը ապրում է այդ մի տան մեջ, հա, 40 հոգուց ավել, պատրիարխը հետո գալիս են ուրեմն իր տղաները, հասերով, բոլորը նահապետը եւ իրանք ապրում են այդտեղ, բոլորը գիտեն իրենք ինչով են զբաղված, համարտիկ զբաղված են նաեւ անվտանգության հարցով, որ աղջիկ չփախցնեն եւ այլն եւ այլն։ Բերքով զբաղվում, երեխաների կրթությունով զբաղվում եւ այլն։ Ինքը ոնց որ ամրոց լինի եւ այդ ամրոցի այդ մեջի գոյատևման համար այդ գաղափարը, որ ներսում մենք անվերապահորեն էլի վստահում ենք իրար, բայց դուրսը թշնամությունն է, Թոմաս Հոբսին վերադառնալով, պատերազմ կարող է լինի բոլորը բոլորի դեմ, եւ մենք ոչ մեկին չենք վստահում։ Իհարկե դա ունի նաեւ ազդեցություն տնտեսության վրա, հա, որովհետեւ եթե մենք վստահում ենք փոքր օղակա, մեր վստահելի անձերի, դա քաղաքականության համար էլ ունի իհարկե ուրեմն խնդիր, եթե օղակը փոքր է, ով պետքա լինի իմ հաշվապան, ով պետքա լինի, ում հետ եմ կոնտրակտներ կնքում, ում հետ կարամ նայած եթե նաև ինչ-որ գորշ բան կա, հա, շուկա կա, միայն նրանց հետ ում ես վստահում եմ, իսկ ես վստահում եմ շատ փոքր թվով մարդկանց։ Պարզավոր ինստիտուցիոնալ վստահությունը հնարավորություն է տալիս կնքես պայմանագրեր բոլորի հետ, ով քեզ տալիս է ցածր գին, լավ որակ։
Դու չես նայում անձնական այդ վստահությունը կա թե չէ։ Դա կարևոր է, եւ վերադառնալով նույն Ադամ Սմիթին, նա ասում էր, որ մսավճարը, երբ որ այդ միսը վաճառում է, ինքը ուզում է, որ դուք իր մոտից միշտ գնեք, որ վստահություն լինի ձեր միջև եւ ինքը ձեր շահերը լավ հասկանում է, պահանջարկները լավ հասկանում է։ Եթե մի փոքր ես իմ փորձել ասեմ Երևանում, մի փոքր շուկա կա այնտեղ որտեղ ես բնակվում եմ, դե հիմա բանջարեղենը այդ շուկայից ես գնում, չնայած խանութներ էլ կան, որտեղ բանջարեղենը կա, բայց շուկա էլ կա։ Շուկայում ինձ հետաքրքիր է ոնց է մարդը մոտենում այդ գործարքներին, հա։ Պարզա, որ ինձ երևի շատ խոսելուց, թե տեսքիցս անմիջապես որոշում են, որ ոնց որ օտար է, դրսի մարդ է, եւ դա որոշում է իր վարքագիծը, հա, ինքը նայում է այդ գործարքին որպես միանգամվա ինչ-որ գործակ, հարաբերությունները կարևոր չեն, ես իր օղակից չեմ, վստահելի չեմ, հա, դրա համար կարելի է խաբել։ Դա համար ձեռի հետ կարելի է մի քանի հատ էլ չացած բանջարեղեն գցել կամ ինչ-որ մի բան դնել, հա։ Եվ ինձ հարկեր, եթե դու վերադառնում ես, ինքը տեսնում է, որ չէ, ոնց որ այս մարդը արդեն երրորդ անգամ այն մոտից գնում, ինքը փոխում է իր վարքագիծը, հասկանում է, որ վստահությունը կարևոր է լինելու, որ ես նորից եւ նորից վերադառնամ իր մոտ։ Պարզվում է, որ ոչ, ինքը շարունակում է դա անել, միջև ես իրան չեմ ասում։ Ասում լսեք, ուզում եք ես դες մոտից գնեմ։ Հեսա խանութ էլ կա, բանջարեղենի նույն բանջարեղենն է, կարող է մի 10 բան դրամ ավել է, բայց եթե շարունակելու եք անել այն ինչ որ անում եք, դուք կորցնելու եք, հաճախորդ եք կորցնելու։ Ու շատ հետաքրքիր է, որ վերադառնալով այդ նեոկլասիկ տնտեսագետներին, որոնք ասում էին, չէ, դա կարևոր չի եւ այլն, պարզվում է, որ շատ կարևոր է, որ ինքը եթե չի տեսնում շահը, չի տեսնում, որ հաճախորդը պետք է երկարատև լինի։ Հիմա եթե մենք գանք նույնիսկ այստեղից քաղաքականություն, հա, պարզավոր այդտեղ էլ է այս ամենը շատ կարևոր։ Շատ կարևոր է, որովհետև չեն վստահում ինստիտուտներին, ինչու, որովհետև ինստիտուտը կա, ֆասադը կա, բայց արժեքները, ինչպիսի արժեքներով են առնչվում, գործում չինովնիկները, պետական գործիչները, չի համապատասխանում այն արժեքներին, որոնք որ հայտարարվում են։ Այստեղ եկեք երկու օրինակ։ Ուրեմն մենք գիտենք, հիմա Հայաստանում ներդրվում է համընդհանուր հայտարարում գույքի եւ եկամուտների, բայց հեսա 4 ամիսը լրանում է եւ այդ հայտարարագրողների գրեթե ամբողջ ազգաբնակչությունը պետք է հայտարարագիր ներկայացնի, 10%-ից պակաս քանակի մարդիկ են հայտարարագիրը ներկայացրել։ Երբ որ ես զրուցում եմ մարդկանց հետ, ովքեր հայտարարագիր պետք է լրացնեն, հատկապես մարդիկ, ովքեր ունևոր մարդիկ են, նրանք ասում են, որ մենք նախընտրում ենք նույնիսկ տուգանք վճարել վարչական, բայց հայտարարագիր չներկայացնել։ Ես հարցնում եմ ինչու։ Ասում են, որովհետև չենք վստահում պետությանը։ Մենք չգիտենք, թե մեր գույքի եւ եկամուտների մասին տեղեկությունը ինչ արժեքներ եւ ինչ նպատակներ ունեցող ինչ որ երկրորդ, երրորդ օղակի ուժայինների մոտ կհայտնվի եւ ինչ նպատակներով նրանք դա կօգտագործեն։ Սա մեկ։ Երկրորդը մենք ձեզ հետ միասին մի շատ խորքային սոցհարցում էինք իրականացրել դեռևս 21 թվին, հիշում եք, որտեղ հարցերից մեկը վստահություններ հանրային ինստիտուտներին տարբեր եւ նաեւ վերջերս էլ կարծեմ մի այդպիսի սոցհարցում եղավ եւ ժամանակին դա տրադիցիոն բանակը տենց առաջի տեղում էր, բայց հետո մենք մեզ համար էլ պարզեցինք, որ դա մի քիչ են դեկլարատիվ արժեքներից էր, որ իրականում տենց բանակի կենացը խմում են, բայց հենց որ պահը գալիս է ուրեմն բայց երբ որ հարցնում ես կուզես որ քո երեխան ծառայի մի քիչ այլ պատկերստանի այ սրա մասին կուզեի մի քիչ խոսեիք այ ձեր կարծիքով ինչու է այսպես ինչու է մեր բացի անձնական գոյատևման արժեքից ինչու է այսպես որ մենք այս հանրային ինստիտուտների հանդեպ այդ վստահության մակարդակը Հայաստանում շատ ցածր է Այստեղ կա մի քանի խնդիր, վերադառնալով Բոբ Պատնամին, որը մի այլ գիրք ունի 2000 թվին ոնց որ լույս տեսավ, կոչվում է Bowling Alone, այսինքն ինքը
հետևում էր ինչու վերնագիրը նույնիսկ որ Միացյալ Նահանգներում շատ էին տարբեր ակումբներ, խմբեր, որտեղ մարդը մասնակցում է, այդ կապերը հաստատվում են, ավելի շատ է շփումը, իսկ Հայաստանում ոնց որ նայում ես ամենակարևոր ակումբը ավելի ծերունիները նստած նարդի են խաղում կամ Բաքում ինչ որ բաներ, հա։ Դա էլ արդեն քաղաքում տեսնում ես, որ տարբեր տեղեր չկա, չի բանանում, պակասում է։ Ինչից է կախված այդ ամենը։ Հա, մեզ ասում է Փաթնամը, որ դա հնարավոր է փոխել Միացյալ Նահանգներում, հա, այդ որ եկել ենք ապրել ենք անկում է եւ այլն, կարելի է փոխել, բայց ինչպես է պետք փոխել։ Ինչու առաջերտին վերելքը եղավ, հետ էլ մի այլ գիրք է, վերջի գիրքը վերելքն է, ուրեմն ինչու վերելքը եղավ, որովհետեւ մասնակցություն եղավ, որովհետեւ նույն Թեոդոր Ռուզվելտի օրոք սկսած այդ պատկերացումը, որ մենք չենք կարող մեր պետական շահերը հետապնդենք, եթե կորցնում ենք, եթե սկսվում է այդ ֆրագմենտացիան, հա, իրանք այդ տեսան։ Ֆրագմենտացիան սկսվում է եւ դու տեսնում ես, որ սոցիալ դարվինիզմը կամ ոսկեզոտված այդ դարաշրջանը Միացյալ Նահանգներում կային շատ մեծահարուստներ եւ աղքատություն, կար այլ խնդիրներ, հա, ռասիզմի հետ կապված եւ այլն, բայց Թեոդոր Ռուզվելտը ասում է մենք մի նավակի մեջ ենք, մենք պետքա կամ միասին հաջողության հասնենք, կամ մենք բոլորս միասին հակարանք կործանվենք։ Երբ որ առաջնորդությունը հասկանում է դա, եւ կա սերունդ, եւ շատ դարքեր է, որ Միացյալ Նահանգներում դա երիտասարդներն էին 20-30 տարեկան, իրանք սկսեցին նայել, այսինքն մենք ինչ կարող ենք անել, որ փոխենք այս վիճակը, որ մարդը միայնակ չպետք է լինի, որ ինքը իր գոյատևումը այդ կոշտ սոցիալ դարվինիզմի պայմաններում բերում է նրան, որ մենք անտեսում ենք մերձավորին։ Մենք չենք անում մեր ինչ որ պետք է անենք։ Դե դա ել եմ ասում, նեն չի որ Թեոդոր Ռուզվելտը հրաման տվեց, որ սա պետք է անել։ Ոչ, դա գալիս էր հանրությունը ինքը հասկանում էր, որ սա տանում է շատ վատ տեղ Միացյալ Նահանգներին։ Դուք սկսում եք պատասխանել իմ վերջին հարցին, որը ուզում եք գնանք դեպի ամփոփում, այ ինչպես վերականգնենք վստահությունը հայկական հասարակությունում։ Դե չգիտեմ վերականգնելը դա ճիշտ բառա թե չէ, որովհետև խորհրդային տարիներին կար թե չէ ավել էր այդ սոցիալական կապիտալը, ինչ էր տեղի ունենում եւ այլն, դա այլ փորձ էր։ Այս իսկ նոր ստեղծված վիճակում ես էլի ասում եմ, որ մենք պետք է հույսը դնենք նոր սերունդի վրա, այսինքն իրանք պետք է ստեղծեն այդպիսի տարբեր հնարավորություններ, որ մարդիկ ավելի շատ մասնակցեն այդ շփումը լինի, այդ շփումն է, որ բերում է վստահության, որովհետև վստահությունը դա տրանզակցիոն բան է, գաղափար է, այսինքն մենք պետք է անենք, որ մեզ վստահեն, հա։ Ես պետք է ասեմ, որ վաղը լինելու եմ մեր ակումբի բանին, հա, հանդիպմանը, եւ ժամանակին գամ, որ ինձ վստահեն։ Այսինքն ես պետք է աշխատեմ ոչ քարոզեմ կուր վստահություն, այլ հասկանանք, որ կա sense անգլիական բառ կա trustworthy, այսինքն արժանի լինել վստահությանը։ Եվ ինչպես դա դաստիարակել, ինչպես դա ստեղծել, որովհետեւ նշանակություն չունի, որ մշակույթի մասին է խոսքը, բոլոր մշակույթներում վստահությունը կարևոր է, լինի դա չինացիք, գերմանացիք, բայց տարբեր ձևավորվում, հա, բայց բոլոր տեղերը կան 3 կարևոր տառ։ Առաջինը, վարքագիծը պետք է լինի կանխատեսելի, վստահելի եւ կանխատեսելի։ Երկրորդը պետք է լինի այն ինչ որ կոչվում է reciprocity, այսինքն փոխադարձ։ Եթե ես ձեզ ինչ որ մի լավ բան եմ անում, ես սպասում եմ, որ դուք վերադարձնեք նույն վարքագծով։ Եվ երրորդը էլի արտարու անգլերեն recourse, այսինքն եթե խախտվեց մեր վստահությունը, մեր հարաբերություններում, մենք ինչ ենք անելու։ Մենք գնալու ենք դատարան եւ դատարանը արագորեն եւ էֆեկտիվ եւ արդար վճիռ կայացնելու, թե մենք գնալու ենք կնքահայրի մոտ։ Սրանք են կարևոր խնդիրներ, այսինքն մինչև այդ բոլոր խնդիրները չլուծենք, մենք չենք կարող ասել, որ մեր սոցիալական վստահությունը բարձրանալու է։ Եվ մի այլ խնդիր էլ ունենք, քանի որ մենք որպես ազգ շատ տարբեր ենք, եւ միայն Հայաստանում չի բնակվում մեր ազգի ներկայացուցիչներ, տարբեր մշակույթներում են, իրանք էլ են բերում տարբեր այդ մշակույթներից ձևավորումը, հա, բանի վստահության,
ինչ ճանապարհ պետք է անցես, որ վստահես։ Չինացու հետ շատ երկար պետք է աշխատես, որ այդ վստահությունը ձեռք բերես։ Ինքը նայում է, համապատասխանում են քո արած գործերը, խոսքերին, փոքրից սկսում են եւ մինչեւ վերջ կարող է այնպես չվստահեն, ինչպես կվստահեն իրենց չինացուն, բայց միևնույն է, այդ վստահությունը շատ կարեւոր է։ Եվ մենք իհարկե ասում ենք, դե վստահությունը ոնց կարելի է վերականգնել, ինչ անել, շատ կարևոր մի բան կա, որից կախված է այդ վստահությունը, որը կոչվում է էմպաթիա, այսինքն մենք ունակ ենք մեզ դնել մյուսի տեղը, այն ինչի մասին Ադամ Սմիթն էր ասում ժամանակին։ Մենք կարող ենք դա անել, այդտեղից է սկսվում վստահությունը, հա։ Եվ դրա մասին խոսենք արդեն մյուս ոդքասթում, բայց վերջի բանը, որ վստահության մասին ուզում եմ ասել, դա ժամանակին Բզեժինսկին էր այդպիսի կատականում, ասում էր, եթե ձուկը ամեն որդի վրա տեսնի եկերուկ, նա սովից կմահանա։ Այսինքն, եթե մենք ոչ մեկին չենք վստահում, դա բերում է նրան, որ մենք սկսում ենք կորցնել շատ կարևոր սոցիալական հյուսվածքը։ Դա սկսում է քանդվել եւ դրա պլատակների վրա դու չես կարող ստեղծել պետություն եւ ունենալ նմանավանդ հանրապետություն։ Այո, այսինքն սոցիալական հյուսվածքների քայքայումը եւ կամրջում է bridging կոչվածը նաեւ, այո, եւ փաստորեն առաջնորդը նույնպես դերակատարում ունի իր անձնական օրինակով։ Իհարկե։ Պետք է ցույց տա դա, որ կարելի է վստահել եւ չի խաբվի ժողովուրդը մի կողմից, բայց դա միայն առաջնորդի խնդիրը չի։ Դա պետք է դաստիարակել, այսինքն դա կարծում եմ էլիտայի խնդիրն է նաև դաստիարակել վստահության հասարակություն, վստահության տնտեսություն։ Իսկ դա, ինչպես դուք նշեցիք, անհնար է առանց էմպաթիայի։ Էմպաթիա, որի մասին հարգելի հեռուստադիտողներ, մենք կխոսենք մեր հաջորդ ոդքասթի ժամանակ։ Շնորհակալություն, լավ եղեք։